Մտքի ծայրով անցկացրել եք, որ հնարավոր է մի օր արթնանանք եւ մեր շուրջը բժիշկներ չլինեն։ Հնարավոր չէ։ Իսկ գյուղատնտեսներ երբևէ մտածել եք այս մասին։ Մեր երկրում կրթական ոլորտի պատասխանատու կառույցներն արդեն տարիներ ի վեր ճիշտ այս ժամանակահատվածում, երբ 12-րդ դասարանում սովորողներն ավարտում են դպրոցը եւ բռնում բարձրագույն ուսումնական հաստատության ճանապարհը, հանրային օրակարգ են բերում համալսարաններում մի շարք մասնագիտությունների, այդպես էլ թափուր մնացող տեղերի հարցը։ Այն դեպքում, երբ այսպես կոչված թոփ բուհերի թրենդային մասնագիտությունների մեկ տեղի համար միաժամանակ պայքարում են մի քանի դիմորդ։ Այս տարին եւս բացառություն չէ, թեման դաշտում է, քննարկումները եռուն։ 22 բուհ, 53 մասնագիտություն ունի ընդամենը 1 դիմորդ։ Եվ ընդհանուր 31 բուհի 119 մասնագիտություններ ընդհանրապես չհայտագրված դիմորդներ։ Պաշտոնական տվյալներով 2 տասնյակից ավելի բուհերը, որոնց 53 մասնագիտությունների համար միայն 1 դիմորդ է եղել, ինչպես նաև 31 բուհերը, որտեղ էլ 119 մասնագիտությունով ուսանող դառնալու ցանկություն հայտնողներ ընդհանրապես չեն եղել, եւ մասնավոր են եւ պետական կարգավիճակով։ Օրինակ ազգային ագրարայինի ագրոէկոլոգիայի բաժին դիմել է միայն 1 հոգի։ Նույնն է պատկերը նաև այս բուհի եւս 4 ուղություններում։ Գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտություններ կան, որ նախընտրել են պետության համար կարևոր ուղղություն է համարվում։ Զբոսաշրջությունը միգուցե, գինեգործությունը, այդ ուղղություններով ունենք։ Չի ասի, որ շատ դիմորդներ ունենք։ Ներմոսած։ Մեր նկարահանող խումբն Արարատի մարզում է, այստեղ լավ գիտեն, որ գյուղատնտեսական մասնագիտություններն այլևս գրավիչ չեն, մասնագետների պակասը բացը իրենց մաշկին են զգացել։ Այն ժամանակ վերջացնում էին կար, տեղեր կոլխոզներ կար, սովխոզներ կար, մարդիկ կարում էին մտնեին գյուղատնտես, որպես աշխատեին, ագրոնոմ աշխատեին եւ այլն, հիմա չկա այդ պահը։ Այդ պահը չկա, բայց իրանց համար, իրանց գյուղացիների համար, որ խորհուրդ տան, որ ինչ-որ բան լինի, կամ ճիշտ գյուղատնտեսություն վարելու համար, այսօր այն հին մարդիկ են մնացել, որ անասնաբուժեր են։ Նոր անասնաբուժեր պետք է։ Վերջ անասնապահություն արվում է էլի։ Հայաստանը եզակի երկիր չէ, որտեղ ագրոմասնագիտություններն այլևս գրավիչ չեն, դրանք այս պահին ամբողջ աշխարհում են ճգնաժամային փուլում։ Մի կողմից ոլորտը խիստ կարևոր նշանակություն ունի, նաև պահանջարկ։ Մյուս կողմից չի հետաքրքրում երիտասարդներին, ովքեր ընտրություն պետք է կատարեն, օրինակ հողագործական աշխատանքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, բիզնեսի միջև։ Գրասենյակներում փափուկ ու հարմարավետ աթոռին նստած եւ կորացած մեջքով, այսպես ասենք, հողի հետ գործ անելու երկընտրանքում։ Բազմաթիվ պետություններում ֆերմերների միջին տարիքը 55-ից բարձր է, ֆիզիկապես ծանր ու ռիսկային աշխատանք է, ոչ այնքան բարձր եկամուտով։ Երեխաները երբ որ տեսնում են գյուղերում իրենց ծնողների աշխատանքը, ինչքան ծանր աշխատանք են անում, երբեմն երեխաները իրենք էլ են ներգրավում այդ գյուղատնտեսական աշխատանքներում եւ փոքր ու չատերի մոտ ատելություն է առաջանում այդ աշխատանքի հանդեպ։ Եվ հետաքրքիր է, որ հենց գյուղերում ապրող երեխաների մոտ է ատելությունը հաճախ ավելի ուժեղ։ Որպեսզի որևէ մասնագիտություն 21-րդ դարի երիտասարդի համար հետաքրքիր լինի, այդ հետաքրքրությունը առաջին հերթին պիտի ձևավորի պետությունը հենց, դարձնի գրավիչ, ստեղծի պայմաններ, որպեսզի այդ երիտասարդները կարողանան գալ այդտեղ կրթություն ստանալուն զուգահեռ նաև համապատասխան ենթակառուցվածքներ տեսնեն, որտեղ կարող են իրենց գիտելիքը կիրառելի դարձնել։ Սակայն նախկին խորհրդարանականը համոզված է մեր երկրում անցնող տարիների ընթացքում արվել է ճիշտ հակառակը։ Ավելին, Աննա Կոստանյանի պնդմամբ ագրոոլորտն ամենածանր հարվածը ստացավ, երբ կառավարությունն օպտիմալացումով փակեց գյուղնախարարությունը, ըստ էության գյուղոլորտը մատնելով անտերության։ Դա կարևորագույն մասնագիտություններից մեկի համար ապահովելու էր որ պլատֆորմ, որպեսզի շրջանավարտները գային եւ այդտեղ զարգացնեին իրենց գիտելիքները։ Գյուղատնտես Զորիկ Դավթյանը նաև գլոբալ հարցերի լուծման համար է գյուղնախարարության արկայությունը պարտադիր համարում, ինչպես հենց ինքն է ձևակերպում։ Հայաստանի գյուղնախարարություն պետք է, որ մի քիչ ավելի գլոբալ, ավելի մեծ մասշտաբի կարողանան այս գյուղացիներին օգնեն իրանց հարցերը կարգավորեն։ Վերադառնալով գյուղմասնագետների խնդրին։ Եթե ինչ-որ տեղ
դիմորդ չկա, դա չի նշանակում, որ այդ աշխատանքը կարևոր չէ։ Ընդհակառակը նախկին падգամավորի դիտարկմամբ խնդրի առանցքը հենց այստեղ է, որ պետությունը տարիներ շարունակ իր խոսքով այդպես էլ չի կարողանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ճիշտ պատվերներ իջեցնել, ձևակերպել, թե հատկապես որ ոլորտում եւ ինչ մասնագետների կարիք կա։ Հայաստանը իր լանդշաֆտով, բնությամբ, բնակլիմայական պայմաններով եւ ռեսուրսներով լիարժեք կարող էր գյուղատնտեսական ուղղությամբ զարգացնել իր պոտենցիալը եւ ինչու ոչ, ես վստահ եմ, դա կարող էր նաեւ ծանրակշիռ տոկոս զբաղեցնել Հայաստանի տնտեսական զարգացման հարցում։ Միայն թե փաստացի տեղային միջամտությունները համակարգային խնդիրներն այդպես էլ չեն լուծում, ասում են փորձագետները, նկատի առնելով այն բազմաթիվ առավելությունները, որոնք պետությունն այս տարիներին սահմանել է գյուղմասնագիտություններով սովորող ուսանողների համար, փորձելով ընդգծել դրանց գրավչությունը, անվճար տեղեր, բարձր կրթաթոշակ, հիշեցնեմ, տարիներ առաջ նույնիսկ առանց քննություն հանձնելու որոշ բաժիններ ընդունվելու, այստեղ տեղավորվելու հնարավորություն ընձեռեցին դիմորդներին։ Երբ որ մենք ասում ենք այգեգործություն կամ գյուղատնտեսություն, ինչ որ հին մեթոդներ, մեթոդաբանություն ենք պատկերացնում, մինչդեռ աշխարհի առաջատար երկրներում իդեալական ձևով է մշակված այդ կուլտուրան։ Մենք ինչու դա չենք անում։ Գրավիչ չի, որովհետև այդ նույն տեխնոլոգիաները չեն բերում եւ չեն կիրառում հենց գյուղատնտեսության զարգացման մեջ։ Հիմա ընտրություններից հետո արդեն սկսվելու է բուհերի միավորման գործընթաց եւ հասկանալի է, որ նաեւ կա խոստում, որ կրթությունը մեծ մասամբ լինելու է անվճար։ Այսինքն ուսանողների մեծ մասը անվճար է սովորելու եւ եթե այդ տարբերակին գնանք, բնականաբար տեղերը կկրճատվեն։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞, եթե կրթության մեծ մասը անվճար է, պետությունը հաստատ կրճատելու է տեղերը, որտեղ անվճար չի կարող մեծ թվով տեղեր տալ։ Եթե տեղերը կրճատվում են, նաև այն տեղերը, որոնք այսօր թափուր են, դրանք էլ կլրացվեն։ Մասնագիտության ընտրությունը միայն թվերի ու ցուցանիշների հարց չէ, այն նաև երկրի զարգացման ուղղության մասին է խոսում, նշում են փորձագետները, եւ երբ մի կողմից լսում ենք բարձր պահանջարկի աղմուկ, մյուս կողմում լռություն է, նույնքան կարևոր ոլորտների շուրջ։ Առանց բժիշկների օգնության չենք կարող պատկերացնել մեր կյանքը, իսկ օրինակ առանց սննդի կարող ենք, նույնպես բացասական է պատասխանը, եւ ուրեմն, եթե վաղը այս շարքում մասնագետներ չլինեն, միանշանակ է տանը էկրանի առջև նստած արհեստական բանականությանը հրահանգ տալով հարցը չենք լուծի, կադրային սովը կշարունակի թակել դուռը։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանգյուն։